Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ars Podcast հաղորդաշարի շրջանակներում Արտակ Բեգլարյանին, նախկին պետնախարար, Արցախի պետնախարար եւ ներկայիս Արցախ միության նախագահ։ Բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, շատ շնորհակալություն։ Պարոն Բեգլարյան, մեր այսօրվա հարցազրույցը ասենք, հաղորդումը ասենք, ինքը շատ սուր է լինելու։ Մենք շատ սուր հարցերի պատասխաններ ենք փորձելու իրար հետ գտնենք, եւ ես ինչքան որ հասկացա հաղորդումից առաջ ես ձեզ հարցրեցի, կան հարցեր, որոնց դուք չեք ուզենա անդրադառնալ, դուք ասացիք մենակ աստղերի հետ կապված աստղագիտությունից դուրս եմ։ Դրա համար մենք հարցերից մեկնարկը ես կդամ հետեւյալ կերպ։ Ինչու մենք կորցրեցինք Արցախը եւ այդտեղից ճյուղավորված գնանք։ Իրականում այդ հարցը մի կողմից միլիարդ դոլարանոց հարց է, մյուս կողմից շատ երկար պատասխան ենթադրող, մյուս կողմից ես չունեմ ամբողջական պատասխանը, բայց ես կարող եմ իմ տեսակետը տալ ընդհանուր պատկերը, որովհետև որոշ դեպքերում այո մանրամասները կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է ընդհանուր պատկերը, հիմնական գործոնները, որոնք ազդել են Արցախի կորստի վրա։ Եվ այդ պատճառները ես երկու մասի եմ բաժանում, մի մասը մեզնից կախյալ, մեր կամքից, մեր գործողություններից կախված գործոններ, մյուս մասը մեզնից ոչ այդքան կախված գործոններ կամ այլ կերպ ասենք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոններ։ Մի կողմից աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային միջավայրն ու զարգացումներն են ազդել Արցախի կորստին, որոնք ավելի շատ մեր կամքից անկախ գործոններ են, մյուս կողմից մեր եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ սխալները, երբ ասում եմ մեր, նկատի ունեմ հայերիս կամ այլ կերպ ասած Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սխալները։ Եթե երկարաժամկետ նայենք ռազմավարական կտրվածքով, ապա կարճ ձևակերպելիս ասենք, որ 94 թվից ի վեր մենք ամբողջ ազգով հանդերձ, բայց հատկապես պետական ինստիտուտներով չենք պատրաստվել երկարաժամկետ պայքարի, այլ ստատուս քվո ենք ուղղակի պահել, վստահ լինելով ինչ-որ կոնկրետ գործոնների ազդեցության վրա, որ մշտապես այս պայմանները մենք ունենանք, այսինքն չենք կառուցել գաղափարապես եւ արդյունավետության տեսանկյունից այնպիսի պետություն ու այնպիսի անվտանգային համակարգ, ոչ միայն ռազմական, որը կարող էր կանխել այսպիսի երևույթները, այդ թվում քաղաքական համակարգի կուրսի փոփոխություն, գաղափարախոսության փոփոխություն, աշխարհաքաղաքական հարաբերությունների ազդող գործոններ եւ այլն, իսկ կարճաժամկետ առումով Հայաստանի գործող իշխանությունների կամ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների բազմաթիվ ձախողումների հետևանքով եւ իմ համոզմամբ այդ ձախողումների հիմնական մասը եղել են դիտավորյալ Արցախի հետ կապված, այլ կերպ ասած նրանց գաղափարախոսությունը Արցախը հանձնելու հետ կապված, որը երկար ժամանակ արդեն իրենք արդարացնում են, այդ գաղափարախոսությունն է եղել գլխավոր պատճառը, մեզնից կախված գլխավոր պատճառը, որը հանգեցրել է Արցախի կորստին, այսինքն այն գաղափարախոսությունը, որ Արցախը բեռ է, Արցախը խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար եւ այլն, որի մասին Փաշինյանը հաճախակի ուղիղ կամ անուղղակի տեքստով խոսում է, հիմա էլ հպարտանում է, որ Արցախը հանձնել է հանուն Հայաստանի Հանրապետության փրկության, իսկ մնացած գործոնները արդեն կամ ավելի փոքր գործոններ են, որոնք մեր կամքից են կախված, դա կլինի Հայաստանի մասշտաբով, կլինի Արցախի Հանրապետության իշխանությունների սխալների առումով եւ մի շարք այլ գործոններ, բայց որոնք ընդհանուր հետևանքը չէին կարող կանխել, ուղղակի այս կամ այն
առումով հետևանքները մի քիչ ավելի մեղմ կարող էին դարձնել, իսկ մյուս գործոնները, որոնք մեր կամքից անկախ են, արդեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործոններն են։ Շատ լավ, պարոն Բեգլարյան, տեսեք, դուք պատերազմի օրերին ինչպիսի պաշտոն եք զբաղեցնում։ Որ 20 թվի թե 23 20 թվականի 20 թվականին մարդու իրավունքների պաշտպանների։ Տեսեք, ամեն դեպքում դուք տեղյակ եք, զեկուցվում էր, որ ինչ որ բան այն չի առաջնագծում, ինչ որ տեղաշարժեր կա։ Պաշտպանության բանակը ըստ ձեր ունեցած տեղեկությունների ինքը տեղյակ էր, որ մի բան անեն չի։ Ոնց կարող էր տեղյակ չլինել։ Շատ Ես լավ։ որպես մարդու իրավունքների պաշտպան իհարկե շատ բան տեղյակ չէի ռազմական տեսանկյունից, բայց միայն այնտեղ լինելով կոնկրետ զինվորականների կամ պաշտոնյաների հետ հասարակության հետ շփվելով, արդեն իհարկե ընդհանուր պատկերից ես տեղյակ էի։ Տեսեք, 16 թվականին քարորիա պատերազմ տեղի ունեցավ։ Արցախում ընդհանրապես հետևում էին այդ պատերազմի զինտեխնիկային, որ օգտագործվում էր թշնամու կողմից, եւ ինչպիսի հետևություններ արեցիք քարորիա պատերազմից հետո։ Գիտեմ, որ բավականին հետևություններ արվել են ինժեներական մակարդակով ու որոշակի ռազմատեխնիկական կարողությունների մակարդակով, բայց պետք է հասկանանք, որ դա Արցախի մասշտաբի հարց չէր, այլ ընդհանուր Հայաստանի Հանրապետության, քանի որ ընդհանուր պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում ռազմատեխնիկական քաղաքականություն եւ այլն, չհաշված ֆինանսական ռեսուրսների կառավարում ամբողջապես եղել է միասնական եւ առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետության կողմից կառավարվող եւ 16-ից 18 թվականների ընթացքում առնվազն այդ ժամանակաշրջանն եմ ասում, քանի որ նույն իշխանություններն են եղել, որոշակի աշխատանք կատարվել է, օրինակ ինժեներական առումով այնքանով որքանով ես տեղյակ եմ, 16 թվականի բացթողումները, ձախողումները հաշվի առնելով, իհարկե նաև տարբեր հրապարակային հայտարարություններ էլ կան, որ որոշակի ռազմատեխնիկական բարելավումներ եղել են, կառավարման բարելավումներ եւ այլն եւ այլն։ Իսկ կարեք ասեք, Արցախից ով էր այն մարդը, որ հնչեցնում էր Արցախի օդը 90%-ով փակ է։ Եթե նկատի ունեք 20 թվականի սեպտեմբերին, Արայիկ Հարությունյանն էր նախագահ։ Ինչու փակ չէր ապա։ Իրականում շատ դժվար է ասել, ինքը հետո պարզաբանել է, ես իր փոխարեն չեմ կարող ասել։ Այս դուք ասեք, դուք ձեր կարծիք, Արայիկ Հարությունյանի կարծիքը, ես չեմ ուզում դուք մեզ փոխանցեք։ Իմ կարծիքն այն է, բայց նաև իր կարծիքն էլ հետագայում պարզաբանումները դա էր, որ ես ինչպես կարող էի ասել, որ փակ չի, նախագահ էի, նախապատրաստվում էր պատերազմ, պետք է ասեի, որ փակ է։ Այո, ես կարծում եմ ինքը սխալ է արել, չպետք է դա ասեր, որովհետև նախ օդը փակ է այս դարաշրջանում, ոչ մի երկրի օդ փակ չի կարող լինել ամբողջապես, նույնիսկ տեսնում ենք, օրինակ Իսրայելի նման ուժեղ պետության օդը փակ չի եղել իրանական հրթիռների համար։ Երկրորդը տեղեկատվական առումով էլ կամ հոգեբանական առումով էլ հասարակությանը սխալ ազդակներ է տրվել, բնականաբար այս տեսանկյունից ոչ միայն դա էր, այլ բազմաթիվ այլ սխալներ եղել են։ Շատ լավ, տեսեք, գնահատականը պատմությունը կտա, մեր ժողովուրդը կտա մինչև 23 թվականի գնահատականը, թե ինչ տեղի ունեցավ եւ իրականում ինչու հայկական բանակը, պաշտպանության բանակը, մեր սուրբ բանակը, ասենք, որը արդեն իսկ կանոնացրել էր եւ այդքան առաջանտած չկար թշնամու կողմից, հանգարց որոշեց այսինքն հետ քաշվել ինչ որ սահմանագծում կանգնել։ 23 թվականին դուք արդեն պետնախարար եք, իշքան ես հասկանում եմ։ Ոչ։ Որ թվականին։ 21-22-ին եմ պետնախարար եղել։ 21-22։ 23-ի բլոկադայի ժամանակ պետնախարարի խորհրդական էի, մինչև օգոստոսի 31։ Այսինքն նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ դուք ինչպես մարդու իրավունքների պաշտպան։ Մարդու իրավունքների պաշտպան։ Հիմա տեսեք, ես կբարձրացնեմ հիմա հարցեր, որոնք արցախցիների մեջ շատ կան։ Ես շատ մեծ մասը արցախցիների մեր հայրենակիցների շփվում եմ ու ուզում եմ հասկանամ իրեն զարգերակի ոնց որ մատը սպայեմ իրեն զարգերակի վրա, որովհետև հասկանում եմ ինչքան խոցված այսօր մեր հատվածն է մեր հայրենակիցների։ Այդ տեսեք, շատերը ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, երբ որ Հայաստանը
արդեն իսկ երկրորդ անգամ մարդիկ հետ վերադարձան, սկսեցին վերաբնակեցվել, նոյեմբերի 9-ի փաստաթղթում քարվաճարի հարցը կար, որ մենք ֆիքսված, որ պետք է հետ տայինք։ Այդ ժամանակ 23 միլիարդ Հայաստանը գումար իշխանես, հիշում եմ, փոխանցեց Արցախի Հանրապետությանը, որպեսզի վերակառուցվեն, որպեսզի գյուղատնտեսական ինչ-որ ծրագրեր զարգանան, եւ այդ ընթացքում ես թույլ տվեք ասեմ օթում կախված լուրերով, այդ ժողովրդի մեջ եղած լուրերով, մարդիկ այդ նույն գումարներից փողեր էին ստանում, անուններ, եթե պետք է լինի իրանք երևի թե քննչեցնեն հետո, ես չգիտեմ, բայց գումար այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո Քարվաճարում գնվում էին տներ։ Այդ նույն գումարներով, որ Հայաստանից փոխանցվել էր 23 միլիարդ։ Հետագայում գիտենալով, որ դա հետ է հանձնվում, ու այդ նույն մարդիկ, ովքեր Քարվաճարում գնել են տներ, նորից ստանում էին փոխհատուցում նորից այդ 23 միլիարդից։ Դուք տեղյակ եք այդ ամեն ինչից, թե ոչ։ Չէ, ես էլ լսել եմ որոշ օթում կախված լուրեր նմանատիպ դեպքերի վերաբերյալ, գիտեմ, որ որոշ դեպքերով քրեական գործեր կային ու հետաքննություններ կային, բայց վերջնական արդյունքից տեղյակ չեմ, կոնկրետ ձեր նշած ինչքան հասկանում եմ մի դեպքի շուրջ էր այդ զրույցը եղել, Քարվաճարի մասով նկատի ունեմ։ Բերձորում եղել է նման դեպքեր, թե չի եղել։ Առնվազն ես չեմ լսել, այսինքն նույնիսկ օթում կախված լուրերի մակարդակով չեմ լսել։ Իսկ Քարվաճարի մասով ես լսել եմ, որ ինչ որ քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները պարզվում էին, դա Արցախում էր, այսինքն Արցախի քննչական մարմիններ ու դատախազություններ, իսկ թե ինչ վերջնարդյունք է եղել կամ Արցախի ժամանակավոր կորստով գործը փակվել է, չի փակվել, արդեն չգիտեմ։ Երկու հիմնադրամ, գյուղ հիմնադրամ եւ պետական հիմնադրամ։ Ներդրումային։ Այո։ Ձեր ժամանական ընթացքում, երբ որ դուք պետնախարար եք, դրանք գործել են թե ոչ։ Գործել են, բայց ես կապ չեմ ունեցել, այդ այն թյուր ընկալումներից է, որ հաճախակի ինձ փորձում եմ մեղադրել, որ ես որևէ կապ եմ ունեցել հիմնադրամների հետ ու ինչ որ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների հետ։ Ես բոլորին ասում եմ, մի հատ գնացեք նայեք նախագահի հրամանագիրը, որով ինձ պետնախարար է նշանակել, նախագահի հրամանագրով ցանկացած պետնախարարի ինքը տալիս է կոնկրետ լիազորություններ, այսինքն նախագահը իր լիազորությունների մի մասն է տրամադրում պետնախարարին, իմ պարագայում տրամադրել է հումանիտար բլոկի նախարարությունների համակարգումը։ Ո՞վ է պատասխանատուն եղել այդ 23 միլիարդի վերաբաշխման։ Նայեք, կոնկրետ մարդ կա, կարաք նշեք։ Չէ, հիմա ես կբացատրեմ, 23 միլիարդը չգիտեմ ինչ 23 միլիարդ եք ասում, որովհետև ինչ եղել է ուղղակի պետբյուջե է փոխանցվել Հայաստանի Հանրապետության։ Ինչքան է փոխանցվել, լավ, եթե 23 չի։ 23 թվականի, երբ որ վերաբնակեցվեց նորից հայերով մեր Արցախը, նկատի ունեք, նայեք 21, 22 եւ 23 թվականներին Հայաստանի Հանրապետությունից Արցախին, հիմա ես ճշգրիտ թվերը կդժվարանամ ասել, մոտավոր կասեմ, բյուջեին փոխանցվել է մոտ 80 միլիարդ, ընդհանուր հայտարարվել է 144 միլիարդ։ Ինչու՞։ Հիմա կբացատրեմ։ 144 միլիարդից տարեկան, նկատի ունեմ տարեկան այդքան, 144 միլիարդից 60 միլիարդից ավելին ամեն տարի փոխանցվել է ուղիղ բանկերին Հայաստանի կառավարության կողմից, որպես Արցախի սուբյեկտների, տնտեսվարող սուբյեկտների ու կառավարության 20 թվականից հետո չմարված պարտավորությունների մարում, որի մասով հատուկ որոշումներ կան Հայաստանի կառավարության, Արցախի կառավարության եւ այլն, ու դրանք բոլորը բաց են։ Մնացածը, այսինքն այս 144 միլիարդից հանած 60 պլյուս միլիարդը, շուրջ 80 միլիարդը տրվել է որպես միջպետական վարկ, անունը այդպես է դրվել, բայց դա մշտական մեխանիզմ է եղել 90-ականներից ի վեր, որպես միջպետական վարկ է ձևակերպվել ու տրվել Արցախի կառավարությանը ու պետբյուջեի մի մասն է դա կազմել։ Այսինքն ինչ գործարք եղել է պետբյուջեով կամ եթե եղել է որևէ ներդրումային հիմնադրամի կամ գյուղ հիմնադրամի միջոցով, մեխանիզմը սա է եղել, որ պետբյուջեից այդ գումարը տրվել է օրինակ հիմնադրամին, կոնկրետ ծրագրի շրջանակներում, որպեսզի տվյալ հիմնադրամը այդ ծրագիրը իրականացնի,
Բացառիկ դեպքերում եղել են նաև հիմնադրամի կողմից բանկերից վերցրած պարտավորություններ, բայց քանի որ ներողություն, սա ես հստակեցնեմ, ես երբևէ որևէ պաշտոնում, այդ թվում պետնախարարի պաշտոնում չեմ եղել այդ հիմնադրամների ոչ մի ստորագրություն չեք դրել։ Նույնիսկ ես ոչ մի փաստաթուղթ երբեք չեմ տեսել։ Կառավարության որոշումները այո նաև իմ մոտով էին անցնում, որովհետև ես կառավարության անդամ եմ, ինչպես մնացած նախարարների մոտով էին անցնում։ Ով էր պատասխանատուն, պարոն Բեգլարյան։ Ինչի համար։ Այդ օրինակ եմ ասում, եղել է դեպք, երբ որ 400 միլիոն դրամ փոխանցվել է ինչ-որ մարդու, ինչ-որ տեղ, ինչ-որ սադե բանը, ասենց այգիներ գնելու համար, հետո պատերազմի ընթացքում այդ այգիները կորցվել են, նորից այդ այգիների գումարը փոխհատուցվել են նույն այդ ֆոնդերից, 400 միլիոն։ Նայեք, չգիտեմ, ու իրոք չգիտեմ։ Այսինքն կարող է օրինակ ներդրումային հիմնադրամի առաջին կարգի մասնագետը ավելի շատ ինֆորմացիա նմանատիպ դեպքերի մասին ունենա, քան ես, ինչու, որովհետև իմ մոտով որևէ փաստաթուղթ, ֆինանսական փաստաթուղթ կառավարության որոշումներից դուրս չի եղել։ Ես դա հասկացա, մենք հիմա խոսում ենք արդեն ուրիշ կարգավիճակով։ Այնքան, ես ասում եմ, խնդիրը այն է, որ շատ բամբասանքներ կան։ Մի մասը պարզվում է ճիշտ է, մի մասը պարզվում է ճշմարտանման է, որոշ փաստեր կիսատ են խեղված, մի մասը պարզվում է սուտ է։ Ձեր կառավարության մեջ եղել պատասխանատուն, ով այդ վեճի ստորագրությունը դրել, որ ասենք այսին 400 միլիոնը հատկացնել, այսի շմարտ։ Կառավարության ղեկավարը նախագահն է, այո։ Իմ ժամանակ Արայիկ Հարությունյան, դրանից առաջ Բակո Սահակյանը։ Չէ, հենց այդ գումարները բաշխելու ժամանակ Արայիկ Հարությունյանի որոշմամբ է եղել։ Նայեք, որոշ ժամանակներում ընդհանրապես միշտ կառավարության ղեկավարը նախագահն է եղել, իսկ կոնկրետ ժամանակահատվածներում ինձնից առաջ ու հետո հիմնադրամների մասով ավելի շատ պետնախարարներն են զբաղվել, որովհետև ինչի եմ ասում, իմ ժամանակ հիմնադրամների խորհրդի նախագահը նաև նախագահներ, Արայիկ Հարությունյանն էր, որովհետև ես կապ չունեի ֆինանսական բլոկի հետ ու հիմնադրամների հետ։ Ես դա ասեմ, չէ, բացատրում եմ, որ հասկանաք, ինձնից հետո ու առաջ պետնախարարները եղել են հիմնադրամների խորհրդի նախագահը։ Այսինքն եթե մնացած բոլոր պետնախարարները եղել են տվյալ հիմնադրամների խորհրդի նախագահը։ Ձեզանից հետո կհիշեցնեք ով էր պետնախարար։ Ինձնից հետո Ռուբեն Վարդանյանն ինքը ունեցել է անմիջական իրավունք, որպեսզի փողեր հատկացնի ինչ-որ մարդկանց, որովհետև ինքը ամենամեծ լիազորություն ունեցող պետնախարարն է եղել, մեկ էլ Արայիկ Հարությունյանը այն սկզբնական շրջանում, երբ սահմանադրական փոփոխությունից հետո եղավ պետնախարար, այսինքն ամենաշատ լիազորությունները տրված էին իրենց։ Լավ, մի հատ այդ ձեր ասած օդում կախած լուրերից ճիշտ ասած շատ են ինձ այդ հարցը տվել, թե Արսեն ջան, ինչ կլինի, մի հատ իմացեք էլի։ Ես այնքան կուզեմ, որ այդ բոլոր լուրերի հեսա տալիս ենք, հեսա, այս իմ հաղորդմանը բացահայտումն վրա է։ Ես ինչ իմանամ, բոլորը պատրաստ եմ ասել, բայց մյուս կողմից ես առանց փաստի որևէ մեկին չեմ։ Ես ձեզ հարց կտամ, եղել է նման բան, թե չէ, դուք ասեք։ Ես միայն շատ կուզեմ, որ արդար քննություն լինի, չեմ հավատում գործող Հայաստանի իրավահամակարգին, մի օր թող արդար քննություն լինի, որ ճիշտը պարզ է այդ օրը, հավատացեք, ես ձեզ խոսք եմ տալիս։ Ես միայն ուրախ ու շնորհակալ կլինեմ։ Արցախի հանձման մղսման մեջ ովքեր ներգրաված են եղել, ովքեր այդ գումարները ծախսել են իրենց սեփական հարստության համար, մի օր ես ձեզ խոսք եմ տալու, պատասխան եմ տալու։ Ամբողջ Արցախի ժողովրդի եւ հայ ժողովրդի առաջ։ Ես միայն շնորհակալ կլինեմ, ես էլ ինչքան կարողանամ կաջակցեմ։ Ես չեմ կասկածում դրանում։ Հիմա հարց։ Տեսեք, մարդիկ ասում են մի հատ մեր Արտակին Բեգլարյանին հարցրա։ Ձեզ Արայիկ Հարությունյանը բնակարան նվիրել է թե ոչ։ Ոչ։ Այսինքն չկա նման երևույթ, որ ձեզ ոչ բնակարանը նվիրել են, դուք տվել եք ձեր եղբորը, հետո նորից ստացել եք նորից պետության կողմից եւս մեկ։ Դա սուտ է։ Նայեք, հիմա ես բացատրեմ, նայեք ինչ եք ասում, որը ես ձեզ հստակ կետարկետ խնդրում եմ ինչա վերջ կլսեք։ Ահա, լսում եմ։ Ես երկկողմանի ծնողազուրկ եմ, այսինքն հայրս զոհվել է երբ 4 տարեկան էի, մայրս մահացել է երբ 16 տարեկան էի։ Ու Արցախում պետական ծրագիր է եղել,
որ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին մեկ սենյականոց բնակարան են տալիս։ Մինչև քանի տարեկան։ Եթե մինչև 18 տարեկանն է երկկողմանի ծնողազուրկ դարձել, մինչև 23 տարեկանը տալիս են։ Ես ստացել եմ ինչպես բոլոր երկկողմանի ծնողազուրկ երեխաները պետական ծրագրով նույն հիմունքներով ես ստացել եմ մեկ սենյականոց բնակարան 2009 թվականին։ Այդ ժամանակ քանի տարեկան էիք։ 21 տարեկան եմ։ Շատ լավ։ Եվ դա լրիվ պետական ծրագրով է եղել եւ այլն։ Այդ բնակարանը, քանի որ ես ամուսնացած չէի, այդ բնակարանում ապրում էր իմ եղբայրը։ Ինքը ամուսնացած էր, իսկ ես Երևանում այդ ժամանակ սովորում էի, հետո արտասահմանում եւ այլն։ Երբ 2017 թվականին ես ամուսնացա, եղբայրս այդ բնակարանը ազատեց, ես այդտեղ բնակվեցի 2017 թվականից։ Սա պետական ծրագրով 19 թվականին, ինչպես կառավարության որոշումն է ենթադրում, այդ բնակարանը 10 տարի հետո սեփականության իրավունքով տրվել է ինձ։ Այսինքն այստեղ որևէ մեկը ինձ որևէ բացառություն կամ արտոնություն չի տվել։ 18 թվականին, ներողություն, 19 թվականի ապրիլին, երբ արդեն իմ մի երեխան, առաջին երեխան ծնվել էր, եւ մենք ուզում էինք, սա մի սենյականոց էր, ուզում էինք երկու սենյականոց բնակարան, որ մի քիչ լայն լինի, նաեւ կարողանանք հյուր ընդունել եւ այլն, ես վարձով բնակարան էի փնտրում եւ այդ ժամանակ արդեն մարդու իրավունքների պաշտպան էի։ Երբ իմացա, որ այն բնակարանը, որը ծառայողական բնակարան է, մարդու իրավունքների պաշտպանի համար եղել, ինձնից առաջ Ռուբեն Մելիքյանն էր, ինքը քանի որ հրավիրյալ էր Երևանից, ծառայողական բնակարան ստացել էր, այնտեղ ապրում էր, եւ այդ շենք էինք մենք տեղափոխել Շուշիից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ստեփանակերտ։ Եվ ես դիմեցի նախագահին, այդ ժամանակ Բակո Սահակյանն էր, խնդրեցի, ասացի, կարող եմ ես այդ երկու սենյականոց բնակարանը վարձակալել պետությունից, պետական գույք էր։ Ինձ ասաց, այո, բնականաբար, կարող ենք նաեւ հատկացնել, ես ասացի, չէ, ես հրավիրյալ չեմ, ծառայողական բնակարան չի ինձ համար, ինձ համար ուղղակի կարևոր է, որ այդ շենքում լինի, ես կարողանամ միայնակ գնալ աշխատանքի գալ եւ ես հատուկ պնդել եմ էկոնոմիկայի նախարարության տիրապետության տակ էր, ես հատուկ պնդել եմ այդ գույքը ես գնահատել է պետությունը, շուկայական գնով ես վարձակալել եմ 2019 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս. եթե ես այդքան արտոնություններից օգտվող մարդ լինեի, պետությանը, այդ թվում պետնախարար ժամանակ եմ վճարել, պատերազմների բլոկադայի ժամանակ եմ վճարել ամիս առ ամիս, պետությանը ես վարձ կվճարեի այն տան համար, որը կարող էր նույնիսկ պետնախարարի համար իմ պաշտոնը ես չարաշահեի, ես այդ բնակարանին վարձ չտայի։ Ես ձեզ ուղիղ եմ ասում, ինձ համար 4 ու քանի միլիոնը, որ այդ 4 տարվա ընթացքում վճարել եմ, տեղահանման ժամանակ գիտեք ինչքան գումար էր։ Իմ հաշվի մեջ 1 միլիոն դրամ էլ չկար։ Ու ես այդպես եմ տեղահանվել իմ ընտանիքով։ Պատկերացնում եք 4 ու քանի միլիոն ես խնայեի, ինչ կլիներ ինձ։ Հասկանալի է։ Ու ես սրանք բոլորը փաստաթղթերով կարող եմ ապացուցել։ Եթե որևէ մեկը, որևէ խախտման մասով, կոռուպցիոն սխեմայի մասով ինձ որևէ ապացույց ներկայացնի, կչոքեմ ու ներողություն կխնդրեմ ամբողջ ժողովրդից։ Շատ լավ, այդ մարդիկ հիմա կլսեն մեզ, իրանց ես կարող եմ բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել։ Չէ, եթե դուք կդաք առաջ Ես գնանք։ ինչքան մաքուր ու արդար եմ գործել։ Ես ձեր մաքրության մասին չեմ, մարդիկ հարց են բարձրացնել, Չէ, լավ եք արել, ես շատ վերջի ուրախ եմ, հարցն որ նորից այդ մարդկանց հարցերը կողմից խնդրեմ։ ու արցախցիները հիմնականում արցախցիների հետ եմ շփվել, որ իրանք այս հարցերը իմ համար հետաքրքիր է եղել, ինչպիսի հարցեր իրանք ունեն ձեր անձի հետ, որ կուզենան պատասխանները լսեն։ Ես դրանք վերջինն եմ մնացել, այս հարցն է տամ իրենց տված հարցերը, հետո ես իմ հարցերը կդամ։ Տեսեք, դուք ունեք եղբայր։ Այո։ Ձեր եղբայրը այդ ֆոնդերից, գյուղատնտեսական ֆոնդերից ինչ որ տեխնիկա առած կա, թե ոչ։ Այո։ Այդ տեխնիկան հիմա Հայաստանում է, թե ոչ։ Մեկը կա, այո, կա, որ ոչ այնտեղ է մնացել։ Մեկը մնացել է, մեկը եկել է։ Հիմա այդ գումարը, որ ինքը պետք է մուծեր Արցախի հանրապետությանը, ում է մուծում։
Չգիտեմ, ինչի եմ ասում, Այսինքն այդ Իրանն է մնացել հենց այնց օտից։ Չէ, ինքը վճարել է դա։ Այսինքն այդ տեխնիկայի գումարները ինքը վճարել էր։ Ոնց է վճարել։ Գյուղ հիմնադրամին իր մատուցած ծառայությունների դիմաց ինքը վճարել էր։ Ուղղակի բանի, այսինքն լիզինգով, ինչպես բոլորն են վերցրել, ոչ թե հիմնադրամը իրեն տվել է այդ տեխնիկան որպես նվեր, այլ լիզինգով ինքը վերցրել է, մարել է, ինչքան գիտեմ, մեկի մասով ամբողջական չէր մարվել, այսինքն ժամանակի ընթացքում։ Այդ մեկն է, որը Արցախում մնաց։ Ճիշտն ասած չգիտեմ։ Բայց այստեղ հարցը ուրիշ է։ Հարցն այն է, որ այս բոլոր պարտավորությունների մասով այդ պարտավորությունները փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը, այսինքն Արցախի Հանրապետությունը չի հիմա պարտավորությունների Այսինքն ես ճիշտ հասկացա, պարոն Բեգլարյան, այն մարդիկ, անկախ նրանից ձեր եղբայրն է թե ով, եթե ունեն վերցրած գումարներ այդ հաշիվներից կան նման փաստաթղթերը բոլոր եւ այսօր այդ մարդիկ պետքա մուծեն Հայաստանի Հանրապետության բյուջե։ Նայեք, շարունակեմ, որ հասկանաք։ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բոլոր իրավունքներն ու պարտավորությունները Արցախի կառավարության ու հիմնադրամների, բանկերի հանդեպ, քաղաքացիների հանդեպ փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Եվ առ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշումներ չկան, թե այդ պարտավորությունների հետ ինչ են արվում։ Այսինքն գույքի մասով կլինի, թե ուրիշ պարտավորությունների մասով, բանկերի հանդեպ պարտավորությունները իրենք մարել են կամ մարում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հիմնադրամների մասով որոշում չկա, ոչ թե որևէ մեկը պիտի վճարի կամ չվճարի, այլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է որոշի, թե ով ինչ պետք է անի, եւ այդ մասով որոշում չկա։ Պարոն Բեգլարյան, դուք ո՞նց եք նայում, որպես արտարության, սոցիալական արտարությունից ելնելով, օրինակ Արցախահայության շատ մեծ մասը այսօր շատ ահավոր վիճակում է։ Ես ես ուղղակի չեմ ուզում բարձրաձայնել, անընդհատ ասեմ, թե ինչպես եմ ես այդ տները հատատ գնում, ինձ զանգում են, գնում եմ, հնարավորինս մեր ընկերների միջոցներով օգնում ենք, բայց դա հարցի լուծում չէ, ու անում եք, բայց հարց եմ տալիս, ինչպես եք դուք վերաբերվում, եթե այն մարդիկ Արցախից ովքեր տեղափոխվել են ստեղ, ունեն հյուրանոցներ, ունեն մեծ բիզնեսներ, չեն կարողանա հիմնավորեն որտեղից իրանց այդ գումարները, պետականացվի, վերավաճառվի եւ ինչ որ ֆոնդ բացվի, որտեղ արցախցիները այդտեղից օգտվեն։ Միանշանակ կողմ է։ Մեքենաներ լինի, մեծ շքեղ տներ լինի։ Ամեն ինչ։ Այդ նայեք, ինչ ապօրինի է ձեռք բերվել, կամ պաշտոնական դիրք չարաշահելով եւ այլն, կոնկրետ մարդկանց կողմից միանշանակ կողմ է, որ դրանք պետք է հանրայնացվեն ու այդ գումարը պետք է ուղղվի արցախցիներին։ Այստեղ որևէ հարց ես չունեմ, ու սա սոցիալական արդարություն է, քրեական արդարություն է, ամեն ինչ։ Ձեզ թվում է թալանած մարդիկ իմ աչքի փուշը չեն։ Բոլորն էլ իմ աչքի փուշն են։ Այն նրանք, ովքեր կերել են, դա կլինի Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում, շատ-շատերը չեն էլ խոսում։ Հիմա բացառիկ մարդկանցից մեկը ես եմ, որ արցախցիների իրավունքների մասին խոսում եմ, ու ես եմ թիրախավորվում։ Դա կլինի Հայաստանի իշխանությունների կողմից, կլինի տարբեր ֆեյքերի կողմից, կլինի տարբեր, չգիտեմ, Վարդան Ղուկասյան, դոկ կոչեցյալը ու նմանատիպները, ինչի են ինձ թիրախավորել, օրինակ ուրիշներին չեն թիրախավորում, որովհետև ես եմ խոսում, որովհետև ես եմ խանգարում։ Այո, օրինակ Վարդան Ղուկասյանին դուք ինչով եք խանգարում ձեր խոսալով։ Չգիտեմ, իրեն պատվեր տվածներին եմ խանգարում, ոչ թե Վարդան Ղուկասյանին։ Իսկ թե իրեն ով է պատվեր տվել, չգիտեմ։ Կամ ուրիշները, որ ասում են Արտակ Բեգլարյանը բիզնեսներ ունի այստեղ կամ Ռուսաստանում, ես դատի եմ տվել։ Հմեկին էլ եմ դատի տվել, Բարդուղ Գալստյանին էլ, շուտով դատավարությունն է։ Թող այսքան մի հատ բիզնես ցույց տան։ Մի կատու էլ ես չեմ ունեցել, որ եկել եմ այստեղ։ Շատ լավ, եթե թույլ կտաք, այդ 3 հարցն էր, որ արցախցիները մեր արցախահայությունը ուզեցան բարձրացնել։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ այդ հարցերը։ Ես անպայման դա արեցի, որովհետև մեր մոտ արդար ամեն ինչ։ Պարոն Բեգլարյան, այն ինչ որ տեղի ունեցավ Արցախահայության դուրս հանելը, ինքը որպես դուք անցյալում մարդու իրավունքների պաշտպան, ինչ կոնվենցիաների տակ է մտնում եւ ինչպես կարելի է անվանել Բաքուն, օֆիցիալ Բաքուն
Ինչ արեց։ Ցեղասպանություն։ Այդտեղ մի քիչ բացեք, էլի փակվեցել, ինչու ցեղասպանություն։ Նայեք, երբ ասում ենք ցեղասպանություն, երբեմն տեղեկատվական առումով սխալ է ընկալվում, որովհետև ցեղասպանությունը մեզ հետ ասոցացվում է, մեր մոտ ասոցացվում է լայնածավալ արյունահեղության հետ։ Նկատի ունեմ միլիոնավոր, 100,000-ավոր մարդկանց սպանություններ, ջարդեր եւ այլն։ Բայց ցեղասպանությունը միայն սա չէ։ Այն, որ ցեղասպանության կոնվենցիայով երկրորդ հոդվածի BG կետերն են, որ խմբին, էթնիկ խմբին, կրոնական խմբին, մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները կարող են համարվել ցեղասպանություն։ Ու այս ոչնչացնելը միայն չի վերաբերում ֆիզիկական ոչնչացմանը, այլ նաև վերաբերում է որպես համայնք, որպես ժողովուրդ։ Ինքնին արդեն հայրենազրկումը, այսպես ասած էթնիկ զտումը, որ օգտագործում են նաև մեր բռնի տեղահանման պարագայում, կարող է ցեղասպանություն լինել։ Ուղղակի գլխավոր տարբերությունը բռնի տեղահանման, էթնիկ զտման եւ ցեղասպանության մտադրությունն է։ Եթե կարողանում ենք ապացուցել, որ հանցագործություն կատարած կողմը, տվյալ դեպքում Ադրբեջանի պետությունն ու իշխանությունները մտադրություն են ունեցել մեզ բռնի տեղահանելու, հայրենազրկելու, հոգեբանորեն կամ ֆիզիկապես, մասնակիորեն կամ ամբողջապես ոչնչացնելու, որպես ժողովուրդ, արդեն նշանակում է, որ ցեղասպանություն է եղել։ Ու այստեղ է հիմնական բանավեճը, որ որոշ մասնագետներ ասում են, չէ, ցեղասպանություն չի, որովհետև դժվար է ապացուցել այդ մտադրությունը, ցեղասպանության մտադրությունը, բայց հայտնի մասնագետներ, հետում Օկամպոն, որը բոլորս գիտենք, բայց նաև Խուան Մենդեսը, որը եղել է ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդականը, ինքը դեռ բլոկադայի ժամանակ արդեն զեկույց էր գրել, որ այս ամեն ինչը ցեղասպանություն է, ուղղակի ավելի լայնածավալ հանցագործություններ են նախապատրաստվում։ Միայն բլոկադան եւ սովամահության դրդելը արդեն հստակ ցույց է տալիս ցեղասպանության դիտավորությունը։ Էլ չասեմ Ալիևի բազմաթիվ հայտարարություններ եւ այլն, էլ դրանից հետո էլ չասեմ սեպտեմբերի 19-ին ու հաջորդող օրերին ինչ է տեղի ունեցել։ Այսինքն իրավական առումով սա ցեղասպանություն է։ Ոմանք ասում են էթնիկ զտում, որը կարող է լինել մարդկության դեմ հանցագործություն կամ կրկին ցեղասպանություն, բայց էթնիկ զտումը իրավական տերմին չէ, քաղաքական տերմին է։ Պարոն Բեգլարյան, Արցախի միության նախագահն եք, Արցախի միության ՀԿ-ն ինչով է զբաղված այսօր։ Հիմնական աշխատանքները, թեև շատ մեծ ծավալի աշխատանք չենք կարողանում անել, բայց քաղաքական, իրավական, ադվոկացիան ու աշխատանքներն են։ Միայն մեր գործընկերների հետ միասին միջազգային իրավական ուղղությամբ կատարած աշխատանքը ես համարում եմ 1-2-ը կնշեք։ Ասեմ, արդեն 600-ից ավելի դիմում ենք ուղարկել, շուրջ 1000 արցախցու անունից Եվրոպական դատարան։ Միայն այս գործը ես համարում եմ բավականին մեծ հաջողություն։ Տեղահանում, սեփականության իրավունք, վերադարձի իրավունք, բայց գլխավոր մասը սեփականության իրավունքն է, որտեղ Եվրոպական դատարանում վերադարձի իրավունքը զարգացած չէ, այսինքն սեփականության իրավունքը բնակարանի բնականաբար տան հանդեպ իրավունքը կապել ենք վերադարձի հետ, որ տեղահանված արցախցիները հնարավորություն չունեն իրենց տուն վերադառնալ, նույնիսկ շատ դեպքերում ապացույցները ներկայացնում են, որ ադրբեջանցիները ոչնչացրել են եւ այլն եւ այլն։ Մի շարք այլ աշխատանքներ էլ կատարում ենք, զեկույցների պատրաստում, առաջարկներ ներկայացում։ Ինչ փուլում եք դուք Եվրոպական դատարանը հիմնական գործերը արդեն վարույթ է ընդունել, ոչ թե ներողություն, ոչ թե վարույթ է ընդունել, այլ գրանցել է, այսինքն տեխնիկական ընթացակարգային ընդունելության փուլը անցել ենք։ Եվ հիմա գործընկերների հետ աշխատում ենք, երբ ասում եմ գործընկերներ, հիմնականում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, Սիրանուշ Սահակյանը, Արա Ղազարյանը եւ իրենց կազմակերպությունները եւ մի շարք այլ անհատ իրավաբաններ, գործիչներ, հիմնական կոորդինացիոն աշխատանքը Արցախ միությունն է արել,
այս մի տարվա ընթացքում ենք Փաստահավաք խումբը ձերն է եղել։ Այո, փաստահավաքը հիմնական կոորդինացիան, որոշակի ֆինանսների ներգրավում, որ մի քանի աշխատակից պահենք եւ այլն, բայց սա նորից ասեմ, որ օրինակ ինձ չի վերաբերում կամ Ստեփանյանին չի վերաբերում, այլ միջին օղակին ու ներքևի օղակին, որ իրենք հիմնական փաստաթղթերը մշակեն եւ այլն։ Մենք ամեն ինչ արել ենք կամավոր հիմունքներով։ Չեք վախենում, որ Եվրոպական դատարանը եւ Եվրոպան ընդհանուր այդ ձեր տված հայցը կպային որպես կոմպրոմատ երկար ժամանակներում Բաքվի գլխին, որբիսի իրան պային լոյալ, sense իրանց ավելի լոյալ։ Օրինակ եմ ասում, էլի, ինքը շատ դեպքերում, տեսեք, այսօր Եվրամիությունը կարտ բլանշ է տալիս Նիկոլ Փաշինյանին, մենակ նրա համար, որ ինքը ռուսական զոնայից դուրս գա Հայաստանը։ Եվ բոլոր մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաները այստեղ խախտվում են։ Մարդկանց անհիմն ձերբակալություններ, բանդարգություններ, խոսքեր, որոնց տակ չկա հիմքեր, ուղղակի հանրային կարծիք ստեղծել, այսինքն մարդու իրավունքները Հայաստանում այսօր գրեթե ոտնահարված են։ Դուք իմ հետ համաձայն եք, թե ոչ։ Եվ այդ նույն եվրոպական դատարանը, եվրոպական կոնվենցիաները, եվրոպական այդ բաները չեն աշխատում հայ։ Դուք գնացել եք հիմա իրանց դիմում եք, որպեսզի ինչ անեն։ Նայեք, այլընտրանք մեզ կասեք, մենք ինչ անում ենք, ոչ թե մենք ասում ենք, որ Ես չեմ ասում, ինչ եք ակնկալում դուք։ Ասեմ, Ասենք Նիկոլ Փաշինյանը կներեք զանգում, եվրոպացիներին ասում է, ինչ եք անում, դուք խաղաղությանը բան եք անում, էդի մի կողմ դրեք։ Չեք համարում, որ նախ այս գործերը որ քնվեն, Նիկոլ Փաշինյանը բարձր հավանականությամբ չլինելու իշխանության։ Այսինքն մենք այս ինչ անում ենք, ռազմավարական աշխատանք ենք անում։ Այս գործերը չեն քնվելու այսօր վաղը 1-2 տարուց, այլ քնվելու են 10-15 տարուց։ Եվ սրանք եւ process-ում են ճնշում գործադրում եւ արդյունքում կարող են լինել, այսինքն այնպիսի որոշումներ լինեն, մեզ ինչ է պետք։ Մեզ պետք են փաստաթղթեր միջազգայինորեն ամրագրված, որ մենք ունենք իրավունք մեր հայրենիքի հանդեպ։ Ցավոք մենք չենք կարողանում բոլոր արցախցիների կողմից անունից ուղարկել, բայց ուզում ենք հասցնել ինչ որ քրիտիկական զանգվածի, որը վճռորոշ քրիտիկական զանգվածը դժվար է ասել, այսինքն շեմ չկա, բայց հիմա ես կարամ հենց հիմա դիմեմ հարգելի արցախցիներ, որտեղ են իրանք դիմում։ Ինչ պետք անեն, ինչ գործողություն պետք անեն միանան ձեզ։ Նայեք, ովքեր ցանկանում են դիմել, բայց հաշվի առնելով, որ կախված դիմումների քանակից կարող է ժամանակ տևել, պետք է զանգահարեն 044 097 097 հեռախոսահամարով, բայց 2 օրից սկսած, այսինքն հիմա գրասենյակը տեղափոխվել է ուրիշ տեղ եւ վերակառուցման, այսպես ասած, թիմը վերակառուցման փուլում է, հաջորդ շաբաթվանից եկեք այսպես ասենք, եւ կամ դիմեն Արցախ միության էջերին, Facebook-յան էջ, կամ մնացած էջերին կամ մեր email-ին գրենք, մենք կփոխանցենք թիմին։ Հիմա Սիրահուն Սահակյանի համակարգմամբ են այս աշխատանքները կատարվում, մենք աջակցում ենք։ Այսինքն այս պահին անցման փուլում ենք եւ կարող են դիմել բնականաբար ու անվճար արցախցիների անունից դիմումներ տանում ենք։ Ովքեր դիմել են, մոտ 1000 հոգի գրանցվել էր, ժամանակին հրապարակային տարածել էինք, բոլորի անունից դիմում տարել են կամ մի մասը եղել են դեպքեր, որ հետո չեն ցանկացել կամ անհասանելի են եղել։ Հիմա հաջորդ փուլը կրկին ուզում ենք նոր դիմումներ հավաքագրել, ուղարկել։ Ուղղակի այս մասով մի քիչ շտապեցինք հիմա, հայտարարությունը պետք է լիներ 1-2 շաբաթից, երբ ամբողջ թիմը պատրաստ է, բայց քանի որ մեկ երկու շաբաթից կդիմեն այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են այդ միանալ ձեզ, պարոն Բեգլարյան, ինչպիսի վերադարձի մասին եք դուք խոսում։ Այ օրինակ, եթե Բաքուն ասի եղբայր, արի ապրի։ Ես քեզ տալիս եմ անձնագիր, պաշտպանում եմ քո իրավունքները, ինչպես մեր բոլոր քաղաքացիների իրավունքը, քո տունը քեզ հետ է վերադառնում, բայց դու մտնում ես ադրբեջանական կոնստիտուցիայի տակ, դու լինում ես մեր քաղաքացին։ Նմանատիպ առաջարկը ինչքանով է ընդունելու այսօր արցախցիների համար։ Ինչ է կարծում, որ ընդունելի լիներ արցախցիները կտեղահանվեին կամ մինչև հիմա վերադարձած մարդ չէր լինի։ Բաքուն հենց այդպես էլ ասում է եկեք ընդունեք իմ
տիրապետությունը, իմ օրենքները, իմ սահմանադրությունը, հանգիստ ապրեք։ Բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ ինչ եք առաջարկում, ինչ մոդել եք դուք առաջարկում։ Ես կարող եմ իմ պատկերացումները ասել, բայց ինձ համար ավելի էական է, որ միջազգային մեխանիզմ ձևավորվի, հստակ, արդար միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, այդ մեխանիզմով այս բոլոր հարցերը քննարկվեն ու արցախցիների կարծիքը հաշվի առնվի։ Իմ պատկերացումն այն է, ես կարող եմ մի քանի դրույթ բերել, որոնք ես տարբեր միջազգային հարթակներում ելույթ ունենալիս ներկայացնում եմ, կամ տարբեր օտար դիվանագետների, քաղաքական գործիչների հանդիպելիս։ Նախ պետք է բացառվի ադրբեջանական տիրապետությունը, որովհետև դա ցեղասպանական տիրապետություն է, մոտավոր կարճ նույնն է, որ ասես հոլոկոստից հետո հրեաներին ասես գնա ֆաշիստական Գերմանիայի ռեժիմի տակ ապրիր։ Երկրորդ, ու երբ ասում եմ տիրապետություն, նկատի ունեմ եւ ռազմական եւ վարչական տիրապետությունը։ Այլապես արցախցի չի գնալու այնտեղ։ Երկրորդը պետք է միջազգային անվտանգության բարձրագույն երաշխիքներ լինեն միջազգային ներկայությամբ։ Հիմա կարող եմ ասել խաղաղապահներ եւ այլն, դուք կարող եք ասել հիմա աշխարհում այդ կարգերը չեն, ես էլ ասում եմ մի օր կարող է էլի աշխարհակարգը քիչ թե շատ կայուն լինել ու ավելի արդար լինել, քան հիմա։ Մենք պետք է պատրաստվենք դրան։ Ու այս միջազգային անվտանգության երաշխիքները բազմաթիվ բաղադրիչներ կարող են ունենալ։ Երրորդը մենք պետք է ունենանք ինքնակառավարման համակարգ։ Հիմա կարող է լինել միջազգային ադմինիստրացիա սկզբից, ինչպես տարբեր կոնֆլիկտային տարածքներում է եղել, օրինակ Կոսովոյում։ Հետո աստիճանաբար անցում կատարվի ներքին կառավարման համակարգի։ Չորրորդը պետք է Հայաստանի Հանրապետության հետ երաշխավորված ցամաքային ու օդային կապ ունենանք մենք, երաշխավորված միջազգային անվտանգության երաշխիքներով եւ այլն եւ այլն։ Մի շարք այլ հիմնական պայմաններ էլ կարող ենք քննարկել, դա կլինի օրինակ մինչև վերադարձը մեր սեփականության պաշտպանություն, մշակութային ժառանգության պաշտպանություն եւ այլն, սրանք բոլորը միջանկյալ պայմաններ են, շատ կարևոր են, բայց ինձ համար ամենաէական կետն այն է, որ պետք է Ադրբեջանում միջազգային միջամտությամբ վերացվի հայատյացության համակարգը, որը համար 1 գաղափարախոսական հիմքն է մեր դեմ բոլոր հանցագործությունների։ Այլապես մենք մեզ երաշխավորված չենք զգա։ Պարոն Բեգլարյան, տեսեք, կա ինչ-որ Բաքվի կողմից, ասենց ասած, փորձեր հելնել ձեր վրա, ասենց ձեր կազմակերպությունների, ձեր հետ երկխոսելու։ Իհարկե ոչ, եւ ոչ մի կերպ իրենք չեն ուզում ոչ մի արցախցու հետ երկխոսել։ Ավելին ասեմ, իսկի Հայաստանի իշխանությունները չեն ուզում արցախյան իշխանություններ չասեմ, նույնիսկ հասարակական կազմակերպությունների հետ բանակցել, երկխոսել ներքին հարցերով, ուր մնաց Ադրբեջանը մեզ հետ ինչ-որ հարցով փորձի բանակցել։ Շատ լավ, տեսեք, մեր հայրենակից, ասենց ասեմ, ես չեմ վախենա ասել, եղբայրները ստացան իրենց կլոնադայի կողմից կազմակերպել Ալիևի կողմից կազմակերպված շոուում ստացան իրենց ցմա բանդարգությունները 20 տարի, 15 տարի, 17 տարի։ Ու այդ միաժամանակ, այդ նույն ժամանակ, այդ նույն օրը եղբայրության ինչ-որ բան էին ստանում Արաբական Էմիրատներում Փաշինյանը եւ Իլխամ Ալիևը, այդ դու որպես Արցախահայ, այստեղ է սերդ ուզում եմ խոսամ որպես մի անձի, ուղղակի մեր քաղաքացու, մեր հայրենակցու։ Սարսափելի է։ Ես հրապարակային դրան անդրադարձել եմ, իմ X-ի Twitter-ի էջում եմ գրել, իրենց էլ նշելով այդ Զայեդ եղբայրության մրցանակի էջն էլ նշելով, որ փաստորեն Ալիևի մրցանակ եք տալիս ցեղասպանության համար եւ հետագայում սա ինչ որ ինդուլգենցիա է, այսպես ասած, եւ այլն, իսկ Փաշինյանին մրցանակ եք տալիս ցեղասպանության հանցագործությունները լեգիտիմացնելու ու կոծկելու համար։ Ինձ համար սա սարսափելի է, այսինքն մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության, հայրենազրկման եւ ամբողջ հայ ազգի երկարաժամկետ նվաստացման, իրավունքների խախտման հիմքերի վրա չակերտավոր կառուցված խաղաղությունը չի կարող որևէ մրցանակ ստանալ, որովհետև
այս գործընթացը ոչ արդար է, ոչ ներառական է, ոչ կայուն է, ու այս պայմանները, որոնք ես թվարկում եմ, բոլորը հստակ մտած են միջազգային իրավունքի մեջ, որ խաղաղությունը պետք է լինի արդար, կայուն, ներառական, ու բոլորի կարծիքը, հատկապես զոհերի կարծիքը, հանցագործությունների զոհերի կարծիքը պետք է հաշվի առնել ու հետևանքները վերացնել։ Պարոն Բեգլարյան, եթե հետ գնայինք, հենց հիմա մի հատ ինչ-որ սենց կախարդական պայդիկ ասեմ, ինչ ասեմ, մի որոշ ժամանակ մենք հետ գնանք 16, 15, 12 թիվ, այն ինչ կուզենայիք, որ Արցախայության մեջ կամ Արցախի այդ ազատագրման մեջ ինչ կփոխեիք դուք, ինչն է եղել, որ հիմա դուք հետ եք գնում, ասում եք, այսի պիտի մենք չանեինք։ Նայեք, ինձ համար շատ կարևոր է, որ չպետք է Արցախն ու Հայաստանը տարանջատենք։ Նորից ասեմ, որ եթե առանձնացնենք միայն Արցախը, նույնիսկ եթե մենք շատ լավ պետական համակարգ, զարգացած հասարակություն ունենայինք եւ այլն, նույնիսկ այդ դեպքում մենք Ադրբեջանի դեմ կպարտվեինք ու կկորցնեինք մեր հայրենիքը։ Շատ կարևոր է, որ մենք խոսենք ավելի մեծ մասշտաբի մասին, Հայաստան-Արցախ միասնականության մասին, ինչու Արցախը կորսվեց, առաջին հերթին, որովհետև Հայաստանի երաշխիքները դուրս եկան, քաղաքական, անվտանգային երաշխիքները։ Այն մնացածը, այո, բազմաթիվ սխալներ, բացթողումներ, հանցագործություններ տեղի են ունեցել եւ կարող էին տեղի ունենալ Արցախում, սրանք աններելի են, բայց սրանք չեն ազդել գլխավորապես մեր կորստի վրա։ Դրա համար Արցախում, եթե կախարդական փայտիկը մենակ գործեր Արցախում, Հայաստանում չգործեր, գլխավոր անելիքը գաղափարախոսության հստակ փոփոխությունն էր, որ այդ գաղափարախոսության հիման վրա կառուցվեր արդյունավետ պետական համակարգ, բայց Արցախը կենսունակ պետություն չի եղել ու չէր կարող լինել։ Բայց կայացած է, չէ՞, ավելի քան Ադրբեջանը։ Նայած իրանց ինստիտուտներով։ Այո, բայց Օրինակ հենց մարդու իրավունքների ձեր ոլորտը ավելի բարձր աշխանում է մի քանի անգամ, քան Ադրբեջանը։ Նայեք, դրա բացատրությունները կան միանշանակ, բայց Արցախը գործել է որպես Հայաստանի Հանրապետության աջակցությամբ կայացած պետություն։ Սա է գալիս ենք հաջորդ հարցին, պարոն Բեգլարյան։ Սա է հարցը, որ առանց Հայաստանի Հանրապետության երբեք Արցախը չէր կայանում։ Կարանք ասենք ի սկզբանե 90-ական թվականներին, երբ որ մենք բոլորս, ես էլ փոքր ժամանակ դուրս եմ եկել միասնություն գորալով, միասին գորալով, այն ժամանակվանից եւ դարավ անկախ պետության գաղափարախոսությունը մտավ, այդ ժամանակվանից անիվը սկսեց հագարակ բդույթ անել։ Համաձայն եք դուք դրան։ Այո, բայց այնքան դժվար է գնահատել այլընտրանքային պատմությունը։ Ես դրա մասին շատ եմ մտածել, որ եթե Արցախը ոչ թե անկախ պետություն դառնար, այլ միացվեր Հայաստանի Հանրապետությանը, ինչ կլիներ։ Հիմա ես էլ շարունակեմ, եթե այս պայմաններին գայինք ու այս իշխանությունները լինեին իշխանության հիմա, երևի նույն ձևով կկորցնեինք։ Խնդիրը ավելի շատ այստեղ չէ իմ կարծիքով, թեև այդտեղ էլ կիսատ լուծումների մեջ, հիբրիդային լուծումների մեջ լիքը պրոբլեմ կա, բայց ավելի շատ խնդիրն այն է, որ ընտրված ճանապարհը մինչև վերջ քաջությամբ չենք գնացել, այսինքն եթե ընտրել ենք անկախության ճանապարհ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է մինչև վերջ անկախությանը աջակցեր, ոչ թե ինքը հրահրեր, որ Արցախը միացումից դառնար միացման ճանապարհից անցներ անկախության ճանապարհի եւ դրանից հետո չճանաչեր Արցախը։ Եթե իրենք դա արել են, Հայաստանի Հանրապետությունը հենց առաջին իշխանությունների ժամանակ էլ, հաջորդ բոլոր իշխանությունների ժամանակ էլ ես կարծում եմ, որ պետք է ճանաչեր Արցախը, հետո այդ ճանապարհով Արցախը միանար Հայաստանի Հանրապետությանը։ Շատ լավ ժամանակը, հա, պարոն Բեգլարյան, տեսեք, ես ուզում եմ կոնկրետ հարցնամ կարճ պատասխան։ Ինչպես եք վերաբերվում Ռուսաստանի Դաշնության պահվածքին Արցախյան պատերազմի ժամանակ եւ դրանից հետո խաղապահների ժամանակ։ Նայեք, 20 թվականին իրենք շատ կարևոր գործ են արել,
20-ից 22 թվականներին ու այս առումով ես էլ ինքս էլ երբ պաշտոնյա էի բավականին դրական եմ խոսել, ինչու, որովհետև այն ժամանակ Արցախում պահպանվող ստատուս քվոն ռուսական քաղաքական անվտանգային երաշխիքների շնորհիվ էր։ Ինչու է ռուսական կողմը դա արել, որովհետև իր շահերից է բխում, բնական է։ Ու այստեղ կոպիտ եմ ասում, նեղանալու բան չկա, բայց բլոկադան կանխարգելելու մասով եւ հետագայում մեր բռնի տեղահանումը կանխարգելելու մասով իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել։ Իհարկե իրենք իրենց բացատրությունները տալիս են կամ արդարացումները, Ուկրաինայում զբաղվածություն, երկրորդ ճակատ չբացել, Հայաստանի իշխանությունների դիրքորոշման փոփոխություն, բոլորն էլ օբյեկտիվ են։ Եվ իրականում, այո, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ազդել է ռուսական կողմի դիրքորոշման վրա, ես ձեզ ավելին ասեմ, գլխավոր ազդող գործոնը եղել է ռուսական կողմի անգործության, իմ կարծիքով եղել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարումը, երբ իրենք պահանջում էին, որ պետք է Հայաստանը ռուս մաքսավորներին տրամադրեր մուտք Սյունիքի ճանապարհի հանդեպ, Հայաստանի Հանրապետությունը խուսափում էր տարբեր հիմնավորումներով կամ մեկնաբանություններով, ռուսական կողմն ու ադրբեջանական կողմն էլ դրանով բավարարված չէին, ու արդյունքում ստացվեց այնպես, որ ռուսական կողմին այդ մուտքը չտրվեց, օրինակ ամերիկյան կողմին տրվեց։ Եթե նայեք, շատ կարևոր դրույթ, որի մասին ես հետադարձ հայացքով եմ նայել, եթե այն ժամանակ ռուսական կողմին տրվեր, ես կարծում եմ Արցախը հիմա կմնար։ Ինչու՞։ Որովհետև Լաչինի միջանցքը կլիներ երաշխիք, այսպես ասած, որ ադրբեջանական կողմը Սյունիքի ճանապարհի մասով բավարարված լիներ, ու երկու ճանապարհն է մենք օգտագործեինք, իրենք էլ օգտագործեին։ Սա շատ հստակ քաղաքական վերլուծության արդյունք է, բայց ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները ընտրեցին այս ճանապարհը, Արցախը ամբողջապես կորցնել, հետո ազատվել, այսպես ասած, ռուսական կողմի հետ ստանձնած պարտավորություններից։ Շատ լավ, տեսեք, բլոկադայից խոսեցիք, շատ կարճ խնդրում եմ պատասխանեք այդ հանրային։ Դուք մեր, այսինքն Արցախի ռեսուրսներից տեղյակ եք, թե չէ ձեր պետնախարար եղած ժամանակը։ Այո։ Դուք գիտեք, որ կան պայեսներ, որտեղ կա սննդամթերք։ Այո։ Այդ բլոկադայի օրերին ինչու դուք չէիք բարձրաձայնում, որ այդ պայեսները բացեք, մարդկանց տվեք ուտելու։ Բացում էին, ինչքան գիտեմ, եւ բլոկադայի սկզբից ադրբեջանցիներն եկան բացեցին, մենք սարսափած էինք ստեղ Հայաստանում, ոնց։ Չէ։ Ամեն ինչ կար։ Նայեք, նախ ասեմ, որ պետական մարմինները պարտավոր են երկարաժամկետ պլանավորել։ Եթե դուք նկատի ունեք, որ պետք է հենց սկզբի օրը պահեստները բացեին, չմտածելով 2 ամսի։ Չէ, որ մարդիկ հղիները արդեն վիժում էին այդ սովածությունից, բաշխում էին, ով ասես չէին։ Դե մարդիկ իշքան որ մենք տեղակ էինք, շատ վատ վիճակում էին գտնվում, այդ աշճանի սննդամթերքները, որ այնտեղ կային, բացելուց։ Ինչքան կար։ Շատ կար, ամեն ինչ կար։ Օրինակի ինչ։ Ալուրն է կար, պիսոկն է կար, քաղցած բանը, անկեղծ ես չգիտեմ, ինչքան են գտել իմ տեղեկություններով, բավականին քիչ նայած ինչ, այսինքն բան կար մսամթերքը օրինակ մի քանի ամիս դեռ կբավարարեր, ըստ ներկայացված զեկույցների եմ ասում, քանի որ տարբեր փակ նիստերի ներկա եմ եղել, կարող եմ ասել, կային բաներ, որոնք բավականին քիչ կբավարարեին, այսինքն նույն ձեր ասած շաքարավազը, հիմա ես կդժվարանամ ասեմ այն տվյալները ինչ այդ ժամանակ լսել եմ, ինչքանով են ճշգրիտ եղել, բայց մի բան պետք է հաշվի առնել, որ օրինակ օգոստոսի դրությամբ իշխանությունները չէին պլանավորում, որ օրինակ սեպտեմբերին ամեն ինչ կավարտվի, այլ պլանավորում էին, որ պետք է պատրաստվենք նաև ձմեռվան, որ ձմեռը ժողովուրդը սովամահ չլինի, կարողանանք նույնիսկ ձմեռը շարունակել։ Լավ, մի հատ sense հարց էս կապված նորից Ռուսաստանի Դաշնության խաղապահ զորքի կան օդում կախված լուրեր, որ ռուսների ղեկավարությամբ է մեր այդ Արցախի ղեկավարությունը մատնվել գերիության, այսինքն հանձնվել են, իրանց տեղորոշումը, իրանք որտեղ են, ինչ են, շատերն էլ ասում են եղել են բազայում նստած,
որտեղ եկել են ու ձերբակալել տարել են։ Ինչքանով է ձեր դուք ունեք տեղեկություն դա ոնց է տեղի Ես ունեցել։ լսել եմ այնտեղ եղած որոշ պաշտոնյաներից, այսինքն իրենք, որ ինձ պատմել են ինչ է տեղի ունեցել, այդ օրերին եղած նկատի ունեմ, եւ որևէ դրվագ ես չեմ լսել, որ ռուսական կողմը հանձնած լինի, այլ հակառակը լսել եմ դեպքեր, որ պաշտպանել են, բայց խնդիրն այն է, որ ակնկալիք կար ու ժողովրդի մոտ այդ պատկերացումը կա, որ եթե ռուսական կողմը ուզենար կարող էր հանել, իմ տեղեկություններով, այո, ես էլ այդ մեկնաբանությունը ի դեպ ունեմ, բայց ուզենալու քաղաքական կամքի հարցն էլ կա, էլի, որ մակարդակով, ռուսական կողմ ասելով ում նկատի ունենք, որ պետական մարմին է եւ այլն, իմ տեղեկություններով բլոկադայի սկզբից ի վեր նույնիսկ ռուսական կողմի, ոչ թե նույնիսկ, միայն իրենք էին ուղղաթիռները, երբ թռչում էին մտնում Արցախ եւ դուրս գալիս, ադրբեջանական վերահսկողությամբ էր լինում։ Այսինքն այնպես չէ, որ օրինակ ռուսական ուղղաթիռներով ուզենային դուրս գալ մեր ղեկավարությունը, կարող էին դուրս գալ, որտեղ ադրբեջանցիները թույլ չէին տալիս որևէ ուղղաթիռ բարձրանա առանց իրենց կողմից Խոսքային ուղղաթիռների մասին, ովքեր սիգարետներ էին բերում բազմապատկված տասնյակ անգամ վաճառում ժողովրդին, բենզին էին վաճառում։ Նույնիսկ այդ, այո, նույնիսկ այդ ուղղաթիռները սարսափելի է, երբ որ քո դաշնակիցը կամ ինչ որ մեկը օգտվում է իրավիճակից եւ փող վաստակում։ Այսինքն այդպիսի այնքան երևույթներ է եղել, ես դրա համար ասացի շատ վատ ու շատ վատ եմ վերաբերվում իրենց դերակատարությանը։ Մեր ժամանակը վերջանում է եւ էսի կարակ համարեք ոչ թե հարց, այլ կոչ, մենք իրար հետ ենք գնալու Արցախ ամեն դեպքում։ Ու ես ամեն ինչ դրա համար անելու եմ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր թիրախավորվեմ, չգիտեմ, վիրավոր եմ։ Ուրախ եմ ձեզ տեսնելու իմ մոտ փոխադարձ մեր հաղորդաշարի շրջանակներում, քանի որ հարցերի պատասխանների ստանալու դեպքում հոգիդ հանգստանում եւ ինչ որ ձևով այդ ալեկոզված վիճակից դուրս ես գալիս ու սկսում ես մտածես ինչպես շարժվել առաջ։ Աստված առաջ։ Խնդրեմ ամփոփեք։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, շնորհակալ եմ շատ ուղիղ սուր հարցերի համար եւ շնորհակալ եմ, որ նաեւ հնարավորություն եք տվել արցախցիներն էլ իրենց հարցերը ուղղեն, սա շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ անընդհատ իմ շուրջ տարբեր բամբասանքներ են շրջանառում, որպեսզի ազդեն իմ վարքի վրա ու ես ձենս կտրեմ, ասենց կոպիտ ասեմ, բայց քանի որ ես մաքուր եմ, խիղճս մաքուր է, լեզուս էլ շատ երկար է ու ձենս ես չեմ կտրելու, ինչ ուզում են անեն։ Մենք ձեր կողքին ենք։ Շնորհակալ եմ։ Հարգելիներս, եթե ձեզ դուր եկավ մեր այսօրվա հաղորդումը, ապա սեղմեք հավանության կոճակը, բաժանորդագրվեք եւ սպասենք մեր հաջորդ թուրը տեսնենք ով է լինելու, ամեն դեպքում մենք վերադառնալու ենք Արցախ, ով ինչ ուզում է անի։ Լավ մնացեք։